Ուրեմն հիշիր, ռամեն ուտելիս լապշան քիչ էլ լինի, կարևորը ֆրթացնելն է։ Պատրաստ եմ։ Ալո, Մայան է խոսում։ Տատա, ինչ է եղել։ Մի սովորական օր էր։ Մայան մի սովորական աղջիկ էր, սիրում էր իր ընտանիքը և դրա համար ամեն ինչի պատրաստ էր։ Բայց ինչ է լինում, երբ ինչ-որ մեկը որոշում է օգտվել դրանից։ Անունս Էվա Էլդորադո է, և ես աշխարհի լավագույն կիբերհետախույզն եմ։ Այսօրվա գործը նախատեսված է նրանց համար, ովքեր երբևէ վերցրել են հեռախոսը և ծանոթ ձայն լսելիս ինչ-որ տարօրինակ դող զգացել, որովհետև երբեմն նույնիսկ տատիկի զանգը իրականում այն չէ, ինչ թվում է։ Ես սա անվանում եմ Գրամսկեմի գործը։ ԱԲ-ի միջոցով հեռախոսային խաբեություններ, արհեստական բանականության միջոցով խաբեբաները կլոնավորում են ձայներ կամ ստեղծում համոզիչ հեռախոսազանգեր, ներկայանալով որպես հարազատներ կամ պաշտոնյաներ, որպեսզի գումար կամ գաղտնի տվյալներ կորզեն։ Ինչ է կատարվում։ Տատիկը խնդիրների մեջ է, նա ոստիկանությունում է և նա իսկապես վախեցած է։ Ոստիկանն ասում է, եթե չվճարեմ ճանապարհային երթևեկության տուգանքս բանտ կընկնեմ։ Բանտ։ Ես պետք է վճարեմ $200, բայց չունեմ։ Հեռախոսը տուր նրանց, տատա, նրանց կտան բանկային քարտս։ Նրանք բանկային քարտ չեն ընդունի, որովհետև 3 օր պիտի սպասեն, որ գումարը նստի։ Ես չեմ կարող 3 օր բանտում մնալ։ Նրանք ասացին, որ նվեր քարտ կընդունեն, և պետք է գծի մեջ մնանք մինչև գտնես այն։ Նվեր քարտ։ Լավ։ Մի մտածիր, տատա, ես խանութի ճանապարհին եմ։ Ինչու պետք է ոստիկանությունը նվեր քարտ ուզեր։ Ես գտա, տատա։ Հիմա գնեմ և անմիջապես կզանգեմ։ Ոչ, մի անջատիր հեռախոսը։ Կիբերհանցագործության մութ աշխարհում հուշումներն անվանում ենք դրոշներ։ Եվ նույնիսկ Մայայի պես սրամիտը կարող է չնկատել, հատկապես երբ զգացմունքները սրված են։ Առաջին դրոշ։ Մեկը զանգահարում է և շատ գումար է խնդրում, սա կասկածելի է հնչում։ Երկրորդ դրոշ, նրանք հուսահատ են և շտապում են։ Երրորդ դրոշ, նրանք պահանջում են վճարման անսովոր ձև, նվեր քարտեր, բանկային փոխանցումներ կամ ձեր բանկային հաշվի տվյալները։ Այս դեպքում դուք արդեն եռակի խնդիրներ եք ունենում։ Մանավանդ որ չեն թողնում անջատես, ապա քեզ պարզապես չեն շտապեցնում, քեզ արդեն խաբում են։ Տեսնենք Մայան կբացահայտի խարդախությունը և գտնի իր իրական տատիկին։ Լավ, եկեք հիմա ակտիվացնենք այս չվերադարձվող նվեր քարտը։ Մայա, սպասիր, տես թե ինչ գտավ Նովան։ Մայա, քո տատիկը բանտում չէ, նա զբոսանավի վրա է։ Բայց հենց հիմա նրա հետ եմ խոսում։ Եթե անջատեմ, նա բանտ կընկնի։ Ոչ, չի ընկնի, որովհետև սա տատիկը չէ։ Արհեստական բանականությամբ ձայնային համակարգ է, որը մշակված է նրա ձայնը կլոնավորելու, ապա փող կորզելու համար։ Եթե չես հավատում ինձ, հարցրու նրան մի բան, որը միայն տատիկդ կիմանա։ Տատա, դե ասա, ինչ նոր հանդես եմ ցուցադրել իմ 13-ամյակին։ Տեսար, անջատեցին, որովհետև չկարողացան պատասխանել։ Տեխնոլոգիան կարող է զարգանալ, բայց չի կարող կարդալ ձեր մտքերը։ Դե ժամանակի հարց է։ Ես նաև ճշտել եմ ոստիկանությունից։ Պետական մարմինները նվեր քարտեր չեն ընդունում որպես վճարում։ Կարող է երդվել, որ նրա հետ էի խոսում։ Գուցե զանգես տատիկիդ, Մայա, կարծում եմ դրանից քեզ ավելի լավ կզգաս։ Օ, Մայա, բարև։ Տատա, որտեղ ես դու։ Իհարկե իմ կրուիզում։ Ախ, բեյոտ, բինգո։ Ավելի ուշ կզանգեմ քեզ։ Դու ճիշտ էիր։ Նրա հետ ամեն ինչ լավ է։ Չեմ հավատում, որ խաբվեցի։ Ահ, սիրելիս, սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Կարևորն այն է, որ մենք ժամանակին նկատեցինք և դու նվեր քարտ չգնեցիր։ Բայց կարող ենք ավելի շատ ռամեն գնել։ Դա կլիներ ֆանտաստիկ։ Մայան շատ արագ բացահայտեց գործը։ Նախքան դժվարությամբ վաստակած ձեր փողը որևէ մեկին հանձնելը, համոզվեք, որ մանրամասնորեն ստուգել եք նրա պատմությունը։ Եթե կարծում եք, որ ձեզ խաբել են կամ վստահ չեք, որ ինչ-որ բան իրական է, դիմեք ձեր վստահելի անձին, ձեր ծառայությունների համակարգողին կամ խնամակալին։ Ինչքան շատ աչք,
Այնքան լավ։ Հիշեք, որ կիբերհանցագործության աշխարհում տարածաշրջանային կենտրոնը ձեր կողքին է։ Եղեք խելացի եւ զգույշ։ Եվ եթե ինչ-որ բան այն չէ, մի լռեք։